Ողջույն, այս հաղորդմանը կխոսենք 3 թեմայի մասին։ Նախ կանդրադառնանք անցած շաբաթ մի շարք հոգևորականների ձերբակալություններին։ Այնուհետև կխոսենք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին։ Հաղորդումը կեզրափակենք Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցով, որն արդեն պատրաստ է։ Հայաստանի իշխանությունները մեղադրանք են առաջադրել եւ բանտարկել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Նա հոկտեմբերի 16-ին կալանավորվել է 2 ամսով 2021-ի ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ քաղաքական հանրահավաքներին մասնակցելու հարկադրանքի մեղադրանքով։ Նրա փաստաբաններն այս մեղադրանքներն անհիմն են որակել եւ պնդում են, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։ Եպիսկոպոսը, որը կաթողիկոս Գարեգին II-ի ազգականն է, եկեղեցու թեմակալ առաջնորդներից մեկն է։ Ձերբակալությունից հետո կաթողիկոսն անձամբ հանդիպեց թեմի քահանաների հետ եւ աջակցություն հայտնեց այն քահանաներին, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 15-ին իրավապահների իրականացրած խուզարկությունների ժամանակ։ Այդ օրը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առնվազն 1 տասնյակ քահանաների տներ խուզարկեցին եւ ձերբակալեցին նրանցից մի քանիսին։ Ըստ եկեղեցու, նրանցից շատերին ժամերով պահել են առանց փաստաբանների հետ հանդիպելու հնարավորության։ Հիմա ինչ եզրակացության պետք է գանք այս ամենից։ Անկեղծ ասած, այստեղ ոչ մի լավ բան չկա, անկախ նրանից, թե ինչ տեսանկյունից մոտենանք հարցին։ Կզարմացնի ինձ արդյոք, որ այս մարդիկ մեղավոր են այն հանցագործությունների համար, ինչում նրանց մեղադրում են։ Դա ինձ ընդհանրապես չի զարմացնի։ Բայց խնդիրն այն է, որ այս հանցագործությունները ենթադրաբար կատարվել են 2021-ին։ Այդ դեպքում ինչու են իրավապահները 4 տարի սպասել եւ փաստացի չեն գործել։ Ակնհայտ է, որ սա նշանակում է ընտրողական արդարադատություն։ Եվ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք Հայաստանում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները, սա բավական աննշան մեղադրանք է։ Պետք է հասկանանք այս ամենի քարոզական հիմքերը։ Ակնհայտ է, վարչապետը ցանկանում է, որ հաջորդ տարի նախատեսվող ընտրություններին իր մրցակիցներից մեկը լինի հայ առաքելական եկեղեցին, որն իրականում բավական ժողովրդականություն է վայելում երկրում։ Այսպիսով, եկեղեցու հետ հրապարակային առճակվում է նպաստում է նրա քաղաքական հեռանկարներին, բայց անկեղծ ասած, սա այն ուղին չէ, որով կուզեինք առաջ գնալ։ Չենք ուզում ունենալ երկիր, որտեղ ընդդիմության կամ նրա որոշ ներկայացուցիչներ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդման են ենթարկվում որպես հանցագործներ։ Ժողովրդական հասարակության մեջ մենք պարզապես չենք կարող դա թույլ տալ։ Այս թեմայի շուրջ վերջին դիտարկումը։ Շատերդ գուցե նկատեցիք, որ նշեցի, որ անցած շաբաթ ձերբակալված եպիսկոպոսը կաթողիկոսի Զարմիկն է։ Նրա եղբայրն էլ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Կարծում եմ իրավունք ունենք հարց տալու, թե սա եկեղեցի է, թե ընտանեկան բիզնես, իհարկե եթե այս երկուսը փայլուն աստվածաբան չեն, ինչին ես խիստ կասկածում եմ։ Այժմ անդրադառնանք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ Դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Մասնավորապես նա ենթադրաբար կաշառք է պահանջել ապօրինի շինությունն օրինականացնելու համար։ Երեքշաբթի վաղ առավոտյան դատարանի կայացրած որոշումից հետո քաղաքապետի նրա լիազորությունները կասեցվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ քննիչները ապացույցներ են հայտնաբերել, որ քաղաքապետ Ղուկասյանը եւ քաղաքի գլխավոր ճարտարապետը քանդման ենթակա 1500 քառակուսի մետր մակիրեսով կառույցը չքանդելու դիմաց 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել, որը կազմում է մոտ 10,000 ԱՄՆ դոլար։ Գործակալությունը հրապարակել է ձայնագրություններ, պնդելով, որ դրանք այդ գումարն ստանալու վերաբերյալ քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի զրույցներն են։ Ինչպես շատերդ գիտեք, ես իրականում բավական քննադատաբար եմ մոտենում երկրում տեղի ունեցած բազմաթիվ ձերբակալություններին, քանզի կարծում եմ, որ դրանցից շատերը քաղաքական դրդապատճառներ ունեն։ Խոսքն այս գործի մասին չէ։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իրականում իր կյանքի մեծ մասը ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ եւ բնավ չեմ զարմանա, որ նա կրկին ներգրավված լինի հանցավոր արարքներում։ Եթե լսեք հրապարակված ձայնագրությունները, դրանք հստակ ենթադրում են, որ այդտեղ հանցակազմ կա։ Ընդհանուր առմամբ դրանք նկարագրում են Վարդան Ղուկասյանի սարսափելի կերպարը։ Լավագույն դեպքում նա իրեն ծաղրացուի պես է պահում, վատագույն դեպքում հանցագործի։ Բայց առհասարակ նա իրականում ամոթ է բերում այս երկրին։ Այժմ անցնենք մեր վերջին թեմային՝ 2020-ի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հետաքննությանը, որը դիտավորյալ թաքցնում են խորհրդարանի արխիվներում։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը զեկույցը պաշտոնապես դասակարգել է որպես գաղտնի, իսկ մինչ այդ խոչընդոտել էր խորհրդարանում դրա քննարկումը։ Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը 2022-ի փետրվարին ստեղծեց ժամանակավոր հանձնաժողով, որի հայտարարված նպատակն էր
ուսումնասիրել այդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները։ Ընդդիմադիր падգամավորները բոյկոտեցին, պնդելով, որ դրա գլխավոր առաքելությունը թաքցնել պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայացրած ոչ կոմպետենտ եւ աղետալի որոշումները։ Ավելի քան մեկ ամիս առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ուսումնասիրության եզրակացությունների վերաբերյալ զեկույցը ներկայացրել է Ալեն Սիմոնյանին։ Ակնկալվում էր, որ փաստաթղթի մեծ մասը կհրապարակվի եւ կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստում սեպտեմբերի վերջին։ Փոխարեն այժմ միայն падգամավորները փաստաթուղթը կարդալու եւ ուսումնասիրելու հնարավորություն կունենան։ Իրականում հանրությանը հիմա հասանելի է միայն երկրորդ ձեռքից ստացված տեղեկություններ այդ զեկույցի բովանդակության վերաբերյալ։ Դրանք տրամադրում են այն падգամավորները, ովքեր փաստացի կարդացել են այն։ Ըստ նրան զեկույցում իրականում շատ բան չկա, բայց եթե փորձենք հասկանալ, թե ինչու են թաքցնում զեկույցը, թերևս 4 հավանական պատճառ կգտնենք։ Առաջին ակնհայտ պատճառը ուսումնասիրվող ժամանակահատվածն է, այն կենտրոնացած է պատերազմին անմիջապես նախորդող ժամանակահատվածին առանց հաշվի առնելու դրա երկարաժամկետ նախապատրաստման ավելի լայն համատեքստը։ Սա վարչապետին շատ վատ լույսի ներքո է ներկայացնում, քանզի անհնար է, որ նա հաշվի առնելով պատերազմի ելքը կարողանար իրավիճակից դուրս գալ որպես կոմպետենտ եւ լավ դրսևորված ղեկավար։ Երկրորդը, որ այս զեկույցը հավանաբար կվնասի Ռուսաստանի հետ մեր ներկայիս ոչ այնքան լավ հարաբերությունները, քանզի շատ հավանական է, որ ցանկացած զեկույց Ռուսաստանի գործողությունները կներկայացնի շատ վատ լույսի ներքո։ Երրորդը, այս կառավարությունը վճռականորեն տրամադրված է թաքցնելու այն ամենը, ինչ կապված է Արցախյան պատերազմի կամ հենց արցախցիների հետ։ Մենք ենթադրաբար մտնում ենք խաղաղության այս նոր դարաշրջան, եւ այս թեմաների վերաբացումը կնճռոտ հարցեր առաջ կքաշի։ Չորրորդ պատճառն այն է, եւ սա չպետք է զարմացնի հայաստանյան քաղաքականությանը ծանոթ որևէ մեկին, որ այս զեկույցը կարող է այնքան վատ կազմված լինել, որ իրականում ամոթալի լինի։ Իշխանությունը ցանկանում է այն հանրության աչքից հեռու պահել, պարզապես խուսափելու համար ծաղրից կամ քննադատությունից զեկույցի թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ լինելու համար։ Ինչպես վերլուծել այս ամենը։ Նախ եւ առաջ մեզ չպետք է հետաքրքրի, թե ճշմարտության բացահայտման այս գործընթացն ում է օգուտ տալիս կամ վնասում։ Սա մի բան է, որի մասին մեր հասարակությունը պետք է իմանա, թեկուզ միայն առաջ շարժվելու համար։ Ցանկացած նորմալ երկրում, եթե պատերազմն ավարտվեր 2020-ին, ապա 2021-ի կեսերին արդեն զեկույցը պատրաստ կլիներ, իսկ 2021-ի վերջին արդեն ռազմական բարեփոխումներ կսկսվեին։ Բայց ակնհայտ է, որ մենք նորմալ երկիր չենք։ Իրականում աշխարհում կան բազմաթիվ օրինակներ այն ամենի, ինչ հենց նոր նկարագրեցի։ Եվ հետաքրքիրն այն է, որ հիմա արդեն բազմաթիվ գրքեր են գրվել այս պատերազմի մասին, որոնք մանրամասն նկարագրում են բոլոր այդ ձախողումները։ Այսինքն, խոսքն իրականում ոչ թե տեխնիկական բաների մասին է, որոնք մենք արդեն գիտենք, այլ ղեկավարության կողմից որոշումների կայացման մասին, ինչն էլ ակնհայտորեն իշխանությունը ցանկանում է թաքցնել։ Ինձ այստեղ զայրացնում է ոչ թե այն, որ միջակ քաղաքական գործիչները կփորձեն իրենց ձախողումները թաքցնել, դա ցավոք սպասելի է։ Ինձ իսկապես զայրացնում է մեր հասարակությունում վրդովմունքի բացակայությունը, որտեղ է հանրային պահանջարկը ճշմարտության նկատմամբ, այն ճշմարտության, որն իրականում հանգեցրեց մեր 4000 զինվորների մահվանը, ինչպես նաև Արցախում 2023-ի իրադարձություններին, որը հայոց երկրորդ ցեղասպանությունն է։ Ինձ զայրացնում է նաև մեր ընդդիմության հիմար դիրքորոշումը, որը չի հասկանում, որ սա հիանալի հնարավորություն է կառավարությանը քննադատելու, նրա ձախողումները բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Գործելու փոխարեն ընդդիմությունը խուսափում է իր պատասխանատվությունից եւ բաց է թողնում այս հնարավորությունը։ Ինձ զայրացնում է նաև այն հանրությունը, որը լուռ է եւ չի պահանջում գործողությունների։ Արձագանքի այս բացակայությունը ինձ բերում է այն տխուր իրականության, որ մենք այս երկրում փաստացի ստեղծել ենք ոչ թե իրավատեր քաղաքացիների, այլ պարզապես սպառողների ազգ։ Սպառողներ, որոնք կհանդուրժեն սուտն ու նվաստացումը, քանի դեռ դա չի պահանջում որևէ զոհողություն կամ ինքնավերլուծություն։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Ես արամն եմ քաջարամ, ինձ տանում են կախաղանից իդգորամ, գեցե անկախ Հայաստան, կախաղանից իդգորամ, գեցե անկախ Հայաստան։ Մնաք խաղաղության։ Վարդան Ղուկասյան